Հարգելի հայրենակիցներ, Նիկոլան Հողը հիստերիայի մեջ է։ Լրատվական դաշտը քանդում է իր իսկ ստեղծած կեղծ թեզը, թե իբր թե ինքը խաղաղություն է բերել Հայաստանի եւ հայ ժողովրդին։ Այսօր, մինչև լրագրողների հետ հանդիպումը, բողոքում էր իր սոցիալական ցանցերի էջերում, թե լրատվամիջոցները ֆեյք տեղեկություններ են տարածում։ Իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ այն հարցին լրագրողներից մեկի թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի բռնապետի այն զառանցանքները, որ Սևանը դա Սևանը չէ այլ Գյոյչան, Նիկոլան Հողը չզարմանաք սկսեց մեղադրել հենց լրագրողներին։ Այո, հենց լրագրողներին։ Նախ ըստ Նիկոլան Հողի լրագրողները սխալ էին մեկնաբանել, սխալ էին ներկայացրել Իլհամ Բաբայի զառանցանքները։ Ինքը ոչ թե ասել է, որ Սևանը չկա, դա իրականում Գյոյչան է, այլ պետք է ասեին, որ ռուսական քարտեզներում, որոնք ուրեմն տպագրվել են 1828 թվականից հետո, Սևանալիք չկա, այլ Գյոյչա է։ Եվ ըստ կապիտուլյանտ ոչնչության, դա շատ կորդինալ փոխում էր ամեն ինչ։ Ուրեմն նաև այս ողորմելի վախկոտը հայտարարեց, որ դե լրագրողները պետք է պատասխանեն Իլհամ Ալիևին, այլ ոչ թե ինքը։ Հասկանում եք, չէ՞, հարգելի հայրենակիցներ, ուրեմն Ադրբեջանի բռնապետը թքած ունենալով Նիկոլան Հողի կողմից փառաբանվող խաղաղության պայմանագրի վրա, խաղաղության օրակարգի վրա, խաղաղության խաչմերուկի վրա, աչ ու ցախ հայտարարում է Զանգեզուրյան միջանցքի մասին, իդեպ որի վերաբերյալ այսօր կապիտուլյանտ ոչնչությունը կրկին մի հատ ապուշություն արտաբերեց, թե օրինակ իր կարծիքով Զանգեզուրի միջանցքը դա Ադրբեջանի տարածքով անցնող ենթակառուցվածքներն են։ Ասենք ինքնախապեյությամբ զբաղվելով եւ ջայլամի տեղ ներկայանալով ոչինչ չես բրկի։ Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանի բռնապետը հատուկ նկարահանվել է Զենգեզուր տեսահոլովակում, որտեղ շատ պարզ ցույց են տալիս, թե իրենք ինչ են հասկանում Զանգեզուրի միջանցք ասելով, եւ շատ պարզ է, որ հասկանում են ողջ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը։ Բացեք, նայեք, հարգելի հայրենակիցներ, YouTube-ում այդ տեսահոլովակը դրված է էքսկավատորի ղեկին էլ ոչ այլ ոք է, քան Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը։ Հիմա Ալիևը հայտարարում է, որ Սևանալիչ չկա, դա Գյոյչան է, եւ որպես ապացույց բերում է իբր թե ռուսական կայսրության ժամանակաշրջանում հրապարակված քարտեզները, ղզիկ վախկոտ Նիկոլան Հողը ասում է, որ ինքը չպետք է դա մեկնաբանի։ Դա պետք է մեկնաբանեն լրատվամիջոցները, լրագրողները, որովհետև փաստորեն լրագրողները պետք է հասկանան, որ Նիկոլը այնքան վախկոտ է, այնքան ցռան վերգո է, որ վախենում է նույնիսկ արձագանքել Ադրբեջանի բռնապետի հայտարարություններին։ Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահի պաշտոնի նմանատիպ պաշտոն զբաղեցնողը Հայաստանի Հանրապետությունում Նիկոլան Հողն է, եւ մեխանիկորեն Ադրբեջանի նախագահին ոչ թե պետք է պատասխանեն հայաստանյան լրատվամիջոցները, ինչ որ ապացույցներ ներկայացնելով, այլ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր աշխատակազմը, համապատասխան նույն քարտեզները, նույն տեսանյութերը, ապացույցներով ներկայացնելով հանրությանը, որ Ադրբեջանի բռնապետը սուտ է խոսում։ Ու այս ամեն ինչից հետո այս ողորմելին փորձում է հանրությանը ապացուցել, որ ինքը խաղաղություն է բերել։ Իդեպ շատ հետաքրքիր փաստ մեզ բոլորիս համար։ Այս ամեն ինչի հիստերիայի պատճառը Նիկոլան Հողի հենց դրանում է թաքնված, որ Ադրբեջանի բռնապետը իր հայտարարություններով ուղղակիորեն քարուքանդ է անում Նիկոլի կողմից ստեղծված այդ միֆը, որ ինքը 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է բերել, այնինչ, հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանի բռնապետը շատ պարզ իր ակադեմիկոսներին շատ պարզ հրահանգեց հարձակվեք Հայաստանի Հանրապետության վրա, գիտական առումով, ձեր հիմարությունները առաջ տվեք, որովհետև ես Հայաստանում ունեմ այնպիսի նոքյար, այնպիսի ոչնչություն, ինչպիսի Նիկոլան Հողն է, որը փոխանակ պատասխանի Ադրբեջանի բռնապետին, այսօր հաթաթաներ էր տալիս լրագրողներին։